հարցի նաև պետք է այլ դիտանկյունից նայել։ Իրականում, եթե մարդկանց կենսամակարդակը վատանում է եւ մարդիկ դուրս են գալիս փողոց, դա իմ դիտարկմամբ կարող է լավ լինել։ Եթե օրինակ սոցիալական շերտը վերցնենք, հա, հարցերի, գները ապօրինաբար թանկացնում են, հարստահարում են ժողովրդին, մարդիկ դուրս են գալիս իրենց իրավունքների, իրենց կենցաղի բարելավման համար փողոց։ Դա նորմալ է իմ դիտարկմամբ, բայց այստեղ մարդիկ տեսնում են, որ իրենց կենսամակարդակի վատացման պատճառը վատ կառավարումը չի, այլ ամերիկացին է, Իսրայելն է, Ամերիկան ու Իսրայելն է։ Այլ, այո, օկուպանտներ, որոնք հարվածում են պետությանը եւ դրա արդյունքում է, որ վատանում է իրենց կենսամակարդակը, ոչ թե այաթոլաների վարչակարգի կառավարումից, օրինակ։ Նույնը Ռուսաստանում իրենք գիտեն, որ երկիրը պատերազմի մեջ է, սանկցիաների տակ է, եւ իրենց կենսամակարդակը վատանում է ոչ թե նախագահ Պուտինի կամ իր շրջապատի կառավարումից, վատ կառավարումից, այո, կամ այլ սանկցիաներից եւ պատերազմից։ Սա հենց այն կարևոր չափորոշ չէ, որ վստահ եմ այդ երկու ժողովուրդներն էլ հստակ գիտակցում ունեն, որովհետեւ ինքնին սոցիալական հարցերի համար փողոց դուրս գալը դա շատ նորմալ է։ Կարևոր է պատճառը հետևանքային կապի հասկանալը, թե ինչի հետևանքով է երկրում սոցիալական վիճակը վատ։ Դե հիմա արձանագրում ենք, որ այս հարցակումն էլ է ձախողելու։ Եթե գլխատեն էլի ինչ որ ղեկավարների սպանեն Իրանում, Միացյալ Նահանգները կամ Իսրայելը, դա էլ հարցի լուծում չի, գոնե ցույց տվեցի, որ դա հարցի լուծում չի։ Նոյեմբերը այդքան հեռու չի, 3 ամիս է մնացել։ Ես հիմա փորձեմ այս ամեն ինչը գնահատել ամերիկյան ընտրողի եւ դեմոկրատական կուսակցության ղեկավարների, այն է գլոբալիստների տեսանկյունից։ Իրենց պետք է եւ Իրանի պատերազմը շարունակվի եւ Թրամփի դիրքերը թուլանան, իսկ այդտեղ գիտեք դեմոկրատները որպես ինչ գործիք ունեն։ Այդ գործիքի անունը Բիբի է, Բենյամին Նեթանյահուն, Իսրայելը։ Իդեպ համաձայնագրով նաեւ նշված էր Լիբանանում ռազմական բախումների դադարեցումը եւ Լիբանանի տարածքից Իսրայելի զորքերի դուրսբերումը, որը առ այսօր այդպես է չարվեց։ Եվ շարունակում է Նեթանյահուն ռմբակոծել։ Այսինքն արձանագրում ենք հետեւյալը, որ Բենյամին Նեթանյահուի վարչակազմը փաստացի Իրանում անընդհատ պատերազմը շարունակելու թիվ 1 շահառուն է։ Սա արձանագրում ենք։ Ռուս-ուկրաինական ռազմական բախման թիվ 1 շահառուն ոչ այդքան ուկրաինացի ժողովուրդն է, որքան եվրոպական երկրները։ Ուրեմն եվրոպական երկրների այն օգնությունը լինի ֆինանսական եւ լինի ռազմական, եթե չտրամադրեն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կամ այդ երկրին, վստահաբար պատերազմը շատ արագ կանգնելու է, ընդ որում Ուկրաինայի համար պարտությամբ։ Այսինքն երկու ռազմական բախման շահառուներ կան։ Իսկ այդ շահառուների գործառույթի բուն նպատակը հետեւյալն է՝ բազմաբևեռ աշխարհ չպետք է կայանա։ Կամ պետք է լինի գլոբալիստների միաբևեռ աշխարհ, որտեղ ԱՄՆ-ում, ասենք, իշխանությունը վերցնում են դեմոկրատները եւ Բրիտանիայի կառավարության հետ միասին, ինչպես նախկինում, դե եվրոպական երկրներում հիմնականում գլոբալիստներ նշանակած վարչակազմերն են։ Մի կողմից դա եւ երկրորդ, եթե գլոբալիստները չեն, ապա համաշխարհային տիրապետությունը ԱՄՆ պետությունը ներկայիս վարչակազմում դարվի։ Այսինքն այս երկու գործիքները իրականում անուղղակի իրանք դաշնակից են։ Այն առումով, որ իրենք երկուսն էլ ձգտում են համաշխարհային տիրապետության։ Իրենց դեմ այսօր պետություններ են, որոնք ուզում են, որ աշխարհը ոչ թե լինի միաբևեռ, մեկ կենտրոն, այլ բազմաբևեռ։ Իրականում հիմա եթե սա ամեն ինչ նայում ենք, իրականում հենց այս պատերազմն է գնում։ Եվ Իրանի դեմ եւ Ուկրաինայի։ Տեսեք,
Միացյալ Նահանգների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ այս հարվածների նոր շարքը, որը որ արդեն մի քանի օր է տեղի է ունենում, բնականաբար Իրանն էլ իր հերթին պատասխանում է եւ Իրանի արտգործնախարարությունը երեք բավականին հետաքրքիր հայտարարություն տարածեց, կոչ անելով Պարսից ծոցի երկրներին, որ չթույլատրեն իրենց տարածքից ամերիկյան ռազմաբազաներին ռմբակոծություններ իրականացնել Իրանի հողությամբ, այսինքն ենթատեքստում հստակորեն զգուշացրեց, որ տղերք ձեր համար էլ վատ է լինելու։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որ մեծ հաշվով, երբ որ դիտարկում ենք այս ողջ ռազմական արշավը, պարզ է, որ Միացյալ Նահանգներում ոչ բոլորն են ողջունում սա, խոսքը չի գնում դեմոկրատների կամ հասարակահաղաքացիների մասին, որովհետև հասարակահաղաքացին հիշում էր, որ Թրամփը Սպիտակ տուն մտնում էր, որ որևէ պատերազմ չի լինելու։ Ուկրաինայի պատերազմը մեկ օրում էր, չէ՞ կան։ Իսկ հիմա պարզվում է 2029-ին, ասում է 2029-ին։ Կարգախոսով, որ որևէ պատերազմ չի լինելու, ես չեմ մտցնելու Միացյալ Նահանգները պատերազմի մեջ, անգամ ինքը ըստեյության դեմ գնաց MAGA շարժման սկզբունքներին, բայց բացի այն, որ քաղաքացիներն են բնականաբար դժգոհ, որովհետև տնտեսական վիճակը վատ է, ստացվում է Թրամփը իրենց ստեց, նաև բուն իշխանության կամ հանրապետական քաղաքական ուժի establishment-ում ոչ բոլորն են ոգևորված։ Ես պետք է նշեմ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, որը սովորաբար շատ ավելի ակտիվ է լինում աշխարհաքաղաքական կամ միջազգային անցուդարձում, Իրանի հարցում դեմ է, առարկայապես ասեմ, դեմ է եւ ինքը շատ ավելի пассив է այս խնդրում։ Ինքը MAGA շարժման այն թևն է ներկայացնում, որ Իրանի դեմ պատերազմին դեմ են, որ գլոբալիստների պրոյեկտների մեջ չպետք է ներգրավել, ի հակադրություն կամ ի հակակշիռ իրեն, Տրամփի սադրողը Իրան դեմ պատերազմի պետքարտուղարն է, որը նախկին դեմոկրատ է, չմոռանանք։ Ես օրինակ կեսկատակ կես լուրջ ասում եմ, այդ մարդը ներդրված է Տրամփի շրջապատում։ Այո, թիվ 1 շահառուն այսօր Իրան դեմ պատերազմի Մարկո Ռուբիոն։ Եվ J.D. Vance-ով այս ռազմական կամպանիայի ժամանակ շատ пассив էր եւ համարվում է դիվանագիտական թևի ներկայացուցիչ, ինքը օրերս հստակորեն ուղղակի մեղադրեց Իսրայելին բանակցային գործընթացը տապալելու փորձերի մեջ։ Փորձ չէ կոնկրետ, փորձը ո՞րն է։ Իսրայելը զորքերը չի անում Լիբանանից, հրթիռակոծում է, հրետակոծում է։ Ինքը տապալում է, ոչ թե փորձ է անում, այլ կոնկրետ տապալել է։ Որովհետև արձանագրենք հետևյալը. Իսրայելը, եթե ռազմական գործողությունները այն ճակատները, որտեղ ինքն է, վարչակազմը կանգնեցնում է գործողությունը, թվարկենք, հա, Իրանը 1, Լիբանանը 2, Սիրիան 3, Գազայի հատվածը 4։ Ընդ որում այս 4 ֆրոնտում, 4-ում ինքը պարտվել է, 4-ում էլ։ Պատերազմի կանգնեցնելը, գիտեք ինչի է բերում։ Բենյամին Նետանյահուն շատ արագ հայտնվելու է մեղադրյալի աթոռին։ Եթե իհարկե ողջ մնա, որին ես խիստ կասկածում եմ։ Այսինքն այդ մարդու եւ իր վարչակազմի գոյության առաջին պայմանը պատերազմները շարունակելն է եւ կապ չունի որ ճակատում, ես 4 ճակատ չէ նշեցի, 4-ում էլ ինքը կա, որովհետեւ ինքը ունի ներքաղաքական լրջագույն խնդիրներ։ Ներսում գոնե։ Իհարկե, հասկանալ է, որ այսքան կորուստներից հետո Իսրայելում մասնագետներ կան, զինվորականներ կան, հատուկ ծառայությունների բարձրաստիճան ղեկավարներ, քաղաքական գործիչներ, որոնք այդ պետությունը զրոյից ստեղծել են, իրենց նախնիկ ստեղծել են զրկանքների, կորուստների, ցավի, պատերազմների, շրջափակումների եւ ինչ որ մեկը, որը երկար տարիներ փաստացի վարչապետ է, ինչ որ մի խելացնոր միտ կյանքի կոչելու համար հիմա ես ասեմ, որ նա մոտիվացիան,
օրինակ, որ նայում ես տրամաբանորեն դու քո ռեսուրսով, քո տարածքով, որը չափելի չի Իրանի։ Օրինակ, եթե Իսրայելի երկու միջուկային հետազոտությունների կենտրոն կա, իսկ Իրանը ունի հիպերձայնային արագության փրթիռներ, որը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ Իսրայելի հոպը եւ հակարդիրային պաշտպանության միջոցները չեն որսում, չեն կարող, որտեղ շատ արագ է։ Դեռևս հակազենք չկա։ Այդ երկու միջուկային հետազոտությունների կենտրոնի թե հարվածել, չեմ ասում միջուկային զինանոցի պահեստների։ Եթե հարվածեց, Իսրայել պետություն ֆիզիկապես չի լինելու, ոչ միայն ինքը, նաև իր հարևանից որոշ տարածքներ։ Այսինքն միջուկային են պայթյունները, որ եղավ, այդ պետությունը եւ այդ ժողովուրդը այլևս գոյություն չունի։ Հիմա պատկերացեք, այս իրողությունների պայմաններում Իսրայելը Իրանի դեմ անընդհատ պատերազմում է։ Լավ, ո՞րն է շարժիչ ուժը։ Հասկանում եմ, մի շարժիչ ուժ, որ ինքը մնա իշխանության, որտեղ դա է իր ֆիզիկական գոյության երաշխիքներից մեկը Բենյամին Նեթանյահու։ Բայց խորքային առումով այլ մոտիվացիա կա։ Եվ այդ հիվանդագիր մոտիվացիան է, որ այսօր երկիր մոլորակի շատ տեղերում ռազմական լուրջ բախումներ են կատարվում։ Փրկչի բերել է։ Հիմա սրանք որոշել են, որ ըստ իրենց Թալմուդի եւ Թորայի փրկչի գալու ժամանակ, Մաշախի գալու ժամանակներն է։ Բայց եթե Մաշախը արդեն ինքը կա, Մաշախը կա, հասունա, չգիտենք ով է, ենթադրենք։ Բայց Մաշախը որ եկավ, որտեղ է նստելու։ Ըստ օրենքի մսկիթում դի նստի Սողոմոնի տաճարում։ Սողոմոնի տաճարը չկա, մի պատ է մնացել։ Այդ տաճարի տեղը, տաճարը նույն տեղում երկու անգամ կառուցվել, քանդվել է։ Երրորդն եմ կառուցվել։ Ալաքսա մսկիթն է։ Ալաքսա մսկիթը մահամեդական աշխարհի համար երրորդ սրբավայրն է։ Մուհամեդ մարգարեի ծննդավայրի եւ թաղման տեղից Մեքքայից եւ Մեդինայից հետո երրորդն է համարում։ Այսինքն գործնականում ինքը առարկայական ամենալուրջ սրբավայրն է։ Հիմա որպեսի այդ տաճարը կառուցվի, Ալեքսա մսկիթը պիտի չունի։ Հիմա սրանց ուշք ու միտքը այդ պաղեստինցիներին Գազայի հատվածում այդ պատերազմը ինչու սանձազերծեցին, իրական սանձազերծողը Իսրայելն է եղել։ Որովհետեւ պաղեստինցիները ուղղակի դուրս գան այդ տարածքներից, որտեղ Ալեքսա մսկիթը քանդել նշանակում է մի քանի միլիոն պաղեստինցի դարձնել Իսրայելում մահապարտ, որոնք ուղղակի ռումբը կարող են կապել իրենց վրա, համատարած պայթունել են։ Այդ ժողովուրդը դուրս չեկավ, եթե դուրս չեկավ, նշանակում է այլ ձևեր ու միջոցներ պիտի գտնել, բայց հիվանդագին միտքը, որը հետապնդում է Բենյամին Նեթանյահուին եւ որոշ հոգեվորականների, դες վստահեցնում եմ, դա Մաշախի գալու ժամանակներն է։ Ավելին, այդ միտքը գեներացվում է նաեւ Միացյալ Նահանգներում, ուշադրություն դարձեք։ Այն, որ հիմա Իրանի դեմ պատերազմ է գնում, դա դրա տրամաբանության մեջ է, ինչու՞։ Որտեւ եթե ըստ հուդայիզմի գալիս է փրկիչը, համատարած բարեկեցություն, հրեա ժողովուրդը վերականգնում է իր պատմական հայրենիքը, հսկական տարածքներ, ընդ որում տարածքները սկսում են Նեղոսից մինչև Տիգրիս Եփրատ, մինչև Թուրքիայի մի մասը։ Սա Իսրայելի տեսանկյունից։ Հիմա նայում ենք բողոքական ամերիկացիների եւ այնտեղի հոգեվորականների տեսանկյունից։ Գիտեք որն է։ Բա ոնց ասում է, բանի ների գալու ժամանակներն է։ Դե նույնականացնում է, չէ՞, այնտեղի փրկիչը ների հետ։ Ների եթե եկավ, ուրեմն 3.5 տարի ինքը իշխանություն ունենալու բացարձակ առումով։ Պատերազմները կանգնեցնելու է, սով, հիվանդություն, համաճարակ, բոլորը ները կանգնեցնելու է։ Որը խապկանք է։ Իրականում ներից հետո է, չէ՞, Հիսուսի երկրորդ գալուստը լինում։ Այ հիմա այնտեղի բողոքականներն էլ նրանց էլ հետապնդում է այդ միտքը, որ Հիսուսի երկրորդ գալուստն ենք մենք ապահովում։ Այսինքն Իսրայելում Մաշախի իրանց փրկչի պատկերացնում եք մտքերը, որը արդեն գետնի վրա կյանքի է կոչվում պատերազմների տեսքով։ Ամերիկայում էլ Տրամպի շրջապատում են մարդիկ են նաև, որոնք այս մտքի մեջ են, բա հիմա մենք այն մարդիկ ենք, որը ապահովելու է, որը բերելու է, որը մոտեցնելու է Հիսուսի երկրորդ գալուստը։ Ները կգա 3.5 տարի կմնա, հետո Հիսուսն է գալու։ Բայց չունենք այդպեսին։ Բա մի հատ չտեսնենք Հիսուսին։ Այս հիվանդագին երևակայության, այս ցնորամտության, որ այսօր այդ ժամանակներն է, ով ասում որ այդ ժամանակներն է, որ իրանք իրանց համոզել են, հետո մյուսներին են փորձում համոզել, որ այդ ժամանակներն է։ Դու ես ասում եմ, որ այս հիվանդագին երևակայությունը, ես չեմ ասում, որ ըստ
Թալմուդի չի գալու կամ ըստ նոր կտակարանի այդպես չի լինի, այդպես է լինելու, բայց ով ասում որ հիմա այդ ժամանակները, երբ որ մարդիկ իրենց խափում են, ստում են, հետո իրենց համոզում են, որ այդ իրենց իմացածը սուտ չի, ճիշտ է, հետո փորձում են մյուսներին համոզել, տիպիկ բողոքական մոտեցում է, որից հետո դա արդեն փաթաթում են երկիր մոլորակի ժողովուրդների վզին, այն ինչ որ հիմա տեղի է ունենում։